Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Ես օրհնում եմ յուրաքանչյուրիս Հիսուս Քրիստոսի սուրբ անունով։ Ես օրհնում եմ ամենքիս գթությունների Աստծո անունով։ Այն Աստծո, որ գթասիրտ է, որ մխիթարում է մեզ, որ ողորմություն է, այն Աստծո, ումից գալիս է ամեն բարի բան, լույսի հորից։ Ես աղոթում եմ Հայր Աստծուն ու խնդրում եմ ամենքիս համար, որ նա իր սրբությամբ կենթանացնի մեր խիղճը, որ նա մեր միտքը իր ճշմարտությամբ սնուցի, որ նա իր գեղեցկությամբ մաքրի մեր երևակայությունը և լցնի մեր երևակայությունը իրենով։ Ես աղոթում եմ, որ Աստված բացի մեր սրտերը իր սիրո առաջ, իր սիրո համար։ Ես աղոթում եմ Հայր Աստծուն, որ մեզնից ամեն մեկը լիովին ամբողջությամբ հանձնվի Աստծո նպատակներին, Աստծո կամքին, ու թող Աստծո կամքն ու ծրագիրը, նպատակները կատարվեն ու իրականանան մեր կյանքերում, իսկ մենք նրան երկրպագենք, փառաբանենք, շնորհակալություն ասենք։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Իսկ հիմա անդրադառնում ենք Թոմաս Ուոթսոնի ապաշխարության վարդապետությունը գրքի մեկնաբանության և ընթերցանության շարունակությանը։ Մենք խոսում էինք այն քայլերի մասին, որ մեզ տանում են ապաշխարության, և դրանցից մեկը այն էր, որ մենք խոսում ենք այն մասին, որ պետք է քննենք, թե մեղքի մեջ ինչ չարիքներ կան, և դրանց հասկացողությունը մեզ կտանի ապաշխարության։ Ու նախկին դասերի ընթացքում մենք քննարկել ենք դրանցից 19-ը։ Այսօր ես դրանք չեմ կրկնի, դուք նախկինները լսեք, և այսօր մենք կխոսենք վերջին մեղքի չարիքի մասին, 20-րդի մասին, իսկ հետո կանցնենք, եթե ժամանակ մնա, Աստծո ողորմածություններին։ 20-րդ. Մեղքը առանց ապաշխարության հակված է վերջնական դատապարտության։ Ինչպես վարդը մեռնում է իր ներսում առաջացող քայքայման պատճառով, այնպես էլ մարդիկ մեռնում են իրենց հոգիներում աճող ապականություններից։ Տրոյական ձիու մասին սա ասվեց հույներին. այս շարժիչը, այս ձին, ստեղծված է ձեր քաղաքի կործանման համար։ Նույնը կարելի է ասել յուրաքանչյուր չզղջացող, չապաշխարող մարդուն, որ մեղքի այդ շարժիչը, որ կա իրենց մեջ, լինելու է իրենց հոգու կործանման համար։ Մեղքի վերջնական տեսարանը, մեղքի վերջնական գործը միշտ ողբերգական է։ Ֆլորենտինուսը ցանկանում էր թույն խմել զվարճանալու համար, հավեսի համար, ու իր կյանքով վճարեց այդ հիմարության համար։ Մարդիկ խմում են մեղքի թույնը զվարճանալու համար, և դրա թանկ գինը իրենց հոգիների կործանումն է։ Այդ թույնը կարող է լինել նարկոտիկները, այդ թույնը կարող է լինել խաղամոլությունը, այդ թույնը կարող է լինել ալկոհոլը, այդ թույնը կարող է լինել շնությունը, այդ թույնը կարող է լինել շատակերությունը, այդ թույնը կարող է լինել ծխելը, այդ թույնը կարող է լինել բամբասելը, սրանք սաղ թույներ են։ Դրա համար էլ Հռոմեացիների 6-րդ գլխի 23-ում ասվում է, որովհետև մեղքի հատուցումը մահն է։ Նման թույնը ատելությունն է, խռովությունն է, անհաշտությունն է, աններողամտությունն է, նախանձն է, բամբասանքն է։ Սրանք թույներ են, որտև մեղքեր են, գոռոզությունը, մեծամտությունը։
Այն, ինչ Սողոմոնն ասաց գինու մասին, կարելի է ասել մեղքի մասին։ 23-րդ առակի 31-ից 32 խոսքերում։ Մի նայիր գինուն, որ երբ կարմիր է, երբ բաժակի մեջ շողում է, հեշտ է հոսում, բայց նա վերջում օձի պես կկծի և իժի պես կխայթի։ Նույնն էլ մեղքն է։ Մարկոս 9:48-ում Հիսուսը մեզ պատմում է, թե դժոխքում ինչպես որդը չի դադարում իր գործը և ինչպես կրակը չի մարում։ Կարդանք. այնտեղ նրանց ուտող որդը չի մեռնում և կրակը չի հանգչում։ Մեղքը նավթի պես է, իսկ Աստծո բարկությունը կրակի։ Քանի դեռ մարդը շարունակում է մեղք գործել, կրակը կշարունակի վառվել։ Եվ Եսայի 33:14-ում ասվում է. Սիոնում սարսափում են մեղավորները, դողն է բռնել անաստվածներին։ Մեզնից ով կարող է բնակվել լափող կրակի հետ, մեզնից ով կարող է բնակվել հավիտենական բոցերում։ Մեր ապաշխարությունը հանգեցնում է այդ կրակը, իսկ անապաշխարությունը նավթի պես բորբոքում է կրակը։ Ու մարդիկ կասկածի տակ են դնում Աստվածաշնչի, Հիսուսի խոսքերի, մարգարեների խոսքերի, դժոխքի ճշմարտությունը և նման են այն հիմարին, որին երբ հանդիմանեցին, որ հետ դառնա իր մեղքերից ու ապաշխարի, թե չէ դժոխք կգնա, նա ծաղրեց ասողին և ասաց. ես կհավատամ, որ դժոխք կա միայն այն ժամանակ, երբ ես մտնեմ անձամբ դժոխք և ոչ դրանից առաջ։ Ոմանք այս մարդու նման կվարվեն։ Եկեք մենք նման գոռոզ, մեծամիտ հիմարներ չլինենք։ Այսպիսով մենք տեսանք այն մահացու չարիքները, ու մենք թվարկեցինք դրանցից 20-ը, գուցե կան ավելին, որ կան մեղքի մեջ, որը երբ մենք լրջորեն քննենք, մեզ կդրդի ապաշխարելու և ապավինելու Աստծուն։ Եթե այսքանից հետո մարդիկ կշարունակեն մեղքի մեջ ապրել և կուղևորվեն դժոխք, ով կարող է օգնել նրանց։ Նրանց ասում ենք ու շարունակելու ենք ասել, որ մեղքը քայքայում է իրենց, սպանում իրենց ու կործանելու է իրենց։ Մինչև վերջին շունչ, որ կա իմ թոքերում, ես խոսելու եմ այդ մասին։ Ու եթե չլսեն, եթե դու չլսես, ապա դու ես պատասխանատու քո ընտրության համար։ Լսիր, թե Եզեկիել 3:18-ից 19-ում Աստված ինչ է ասում։ Երբ ես ամբարիշտին ասեմ, անպատճառ պիտի մեռնես, ու դու նրան չզգուշացնես և չխոսես ամբարիշտին զգուշացնելով իր չար ճանապարհից, որպեսզի ապրի, այն ամբարիշտը իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը քեզնից կպահանջեմ։ Իսկ եթե զգուշացնես ամբարիշտին, և նա հետ չդառնա իր ամբարշտությունից և իր չար ճանապարհից, նա իր անօրենության պատճառով կմեռնի, բայց դու կազատես քո կյանքը։ Այսինքն, քանի որ դու նրան զգուշացրել ես, բացատրել ես, ասել ես, դու պատասխանատվություն չես կրի նրա կյանքի համար, նրա կյանքի կործանման համար ավելի ճիշտ։ Հասկանում ենք այս ամենի լրջությունը։ Այսպես մենք խոսեցինք մեղքի չարիքների մասին, որը քննելը մեզ կարող է դրդել ապաշխարության։ Իսկ հիմա կխոսենք Աստծո ողորմածությունների մասին, որոնք ևս քննելը մեզ կդրդի ապաշխարության։ Քարե սիրտը ամենահեշտությամբ կոտրվում է Աստծո ողորմության փափուկ բարձի վրա։ Հռոմեացիներ նամակի 2-րդ խոսքում ասվում է. կամ նրա, այսինքն Աստծո անչափ բարությունը, մեծահոգությունը և համբերատարությունը արհամարհում ես, չգիտենալով, որ Աստծո բարությունը քեզ ապաշխարության է տանում։
Մինչ Աստված իր դատաստաններով հարվածում է ուրիշներին, նա սիրաշահում է քեզ իր ողորմությամբ։ Սա ճշմարիտ է եղել իմ կյանքում։ Ես միայն իմ կյանքի օրինակով կարող եմ խոսել։ Առաջին, ինչ փրկարար ողորմություններ ենք ստացել Աստծուց։ Ինչ սխալներ են կանխվել, ինչ չարիքներ են կանխվել, ինչ վախեր են Աստված փչել ու մեզանից հեռացրել։ Երբ մեր ոտքը սայթակում է, Աստծո ողորմությունը պահում է մեզ։ Սաղմոս 94:18-ում ասվում է. Եթե ասում եմ, ոտքս դողդողում է, Տեր քո ողորմությունը հաստատում է ինձ։ Աստծո ողորմածությունը միշտ եղել է պատնեշ մեր և վտանգի միջև։ Երբ թշնամիները առյուծների պես ելնում են մեր դեմ, մեզ կուլ տալու համար, մեզ խժռելու համար, Աստծո շնորհը մեզ ազատում է այդ առյուծների ճիրանից։ Ամենախոր ալիքների մեջ Աստծո ողորմության ձեռքը հասնում է մեզ ու դուրս բերում մեզ ջրի երես և ազատում խորտակումից։ Արդյոք այս փրկարար ողորմությունները մեզ չեն տանի ապաշխարության։ Երբ ես հետ եմ նայում իմ կյանքին, ես տեսնում եմ, որ անգամ այն ժամանակ, երբ դեռ ես Աստծուն չէի ճանաչում, որքան ողորմություն է Աստված ինձ արդեն ցույց տվել։ Ուզում եմ վկայել այդ մասին, ուզում եմ թվարկել բաներ, որ տեղի են ունեցել իմ կյանքում, և դրանք բաներ չեն, բառը մոռացա հայերեն, կհասկանամ, կհիշեմ ու կասեմ։ Եվ ես սրանք թվարկում եմ նրա համար, որպեսզի դու էլ նայես քո կյանքին, հետադարձ հայացք նետես, մանկությունիցդ սկսած, տեսնես որտեղ է Աստված քեզ փրկել, վախից կլինի, հիվանդությունից կլինի, չարիքից կլինի, և դա Աստծո այդ ողորմածությունը բերի քեզ ապաշխարության, որպեսզի դու դարձի գաս։ Մի վայրկյան ինձ տվեք, ես բառը մի հատ թարգմանեմ, պատահականություններ, զուգադիպություններ, այս ամենը պատահականություններ ու զուգադիպություններ չկան, այս աշխարհում չկա պատահականություն և զուգադիպություն, որովհետև ամեն բան Աստծո հսկողության ներքո է, Աստծո ձեռքերում է։ Ուրեմն ես ուզում եմ վկայել, երբ իմ մայրը հղի էր ինձանով, իրենք շատ ծանր կյանքով էին ապրում, և մայրս որոշել էր, որ ինձ պետք է աբորտ աներ, բայց Աստված պահեց ու ես ծնվեցի։ Երբ ես փոքր էի, ես շատ թուխ, մուգ, սևուկ մաշկ ունեի, և հաճախ մարդիկ չհասկանալով, թե դա ինչ էմոցիաներ է իմ մեջ առաջացնում, ինձ շատ էին ասում, սևուկ ուլիկ, վայ, սևուկ, վայ, նեգրիկ ջան։ Ու մի օր դա բերել էր ինձ նրան, որ ես երեխա չհասկանալով ժավել էի լցրել, որպեսզի ժավելի մեջ նստեմ, որ իմ մաշկի գույնը փոխվի։ Եվ հենց այդ պահին իմ մաման մտել էր բաղնիք և թույլ չէր տվել, որ ես մտնեմ։ Դա Աստծո պաշտպանությունն էր։ Մի օր մամաս ինձ համար շոր էր կարում։ Մենք բալկոնում նստած էինք ու սեղանը բաց էր և բալկոնի պատուհանն էլ լայն բացված։ Ես վեր կացա կանգնեցի առանց հասկանալու սեղանի վրա, որ անցնեմ դեպի մամայիս, որ մամաս չափերս վերցներ։ Սեղանը թեքվեց ու ես գլխի վայր երրորդ հարկի բալկոնից դուրս էի ընկնելու։ Ես չգիտեմ իմ մաման ոնց թռավ ինձ պահեց, որ ես դուրս չընկնեմ։ Աստված մայրական ձեռքով, մայրական այդ ռեակցիայով ինձ նորից մահից փրկեց։ Երեխա ժամանակ ես շատ խորն էի քնում ու ես տանը մենակ էի։ Ես խորը քուն էի մտել։
եւ գազ էր լցվել, ու ես ուշաթափվել էի։ Եվ մարդիկ կարողացել էին ժամանակին դուռը ջարդել, պատուհան ջարդել, չգիտեմ ինչ ձևերով տուն էին մտել եւ ինձ փրկել։ Աստված նորից ինձ փրկել էր մահից։ Ես անգիտակից վիճակում եմ եղել։ Քանի անգամ ձկան փուշը խրվել է իմ կոկորդում, ու ես մեռնելուց եմ պրծել։ Ես փոքր ժամանակ հաճախակի ուշաթափվում էի։ Եվ հաճախ դա լինում էր բաղնիքում։ Գիտեք, քանի անգամ է եղել։ Եվ Աստված ինձ պահել է, որպեսզի ես գլուխս չխփեմ որևէ սուր տեղի, որ մահ չգա ինձ վրա։ Եվ մի անգամ այդպես մայրիկս պիտի գնար Ռուսաստան ճանապարհորդության, ու ես այդպես ուշաթափվել էի, չհասկանալով, որ դեղնախտ էր մոտս սկսվում։ Ու եթե իմ մաման ինձ տանը թողներ, ես կմեռնեի։ Բայց Աստված այնպես դասավորեց, որ մամաս ինձ իր հետ տաներ։ Ծաղկաձորի ճոպանուղուց ես ընկել եմ, խորը ձյուն էր, բայց ես ընկել եմ այնտեղ, որտեղ պիտի անդունդը սկսվեր, այդ մի քիչ դրանից առաջ, եւ այնտեղ, որտեղ սուր քարը կար, ես կողքն եմ ընկել, ձյան մեջ, որ սուր քարին չկպնեմ, ու ինձ ոչինչ չի եղել։ Փոքր ժամանակ ես հաճախակի իմ ոտես ոլորվում էր, հա դուրս էր ընկնում, ես բարի էի գնում, բայց Տերը ամրացրել է իմ ոտքերը։ Ես Աֆրիկայում ծովում ալիքների հետ խաղ էի անում, ալիքը ինձ վերցրեց ու այնպես խփեց գետնին, իմ պարանոցը սենց ուժեղ հարված առավ գետնին, բայց իմ վիզը չկոտրվեց, ես չմեռա, ես խեղդվելուց և անդամալույց դառնալուց փրկվեցի, տարատեսակ ավարիաներից եմ փրկվել, երևի լսել եք, որ պատմել եմ, որ ես Անգլիայի մեր տան աստիճանների գլխից 16 աստիճան գլորվելով ես ընկա, և դա այն էր, որ ինձ բերեց փրկության, որտև ես զգացի պաշտպանիչ ձեռքերը Աստծո, որ իմ վայրեջքը կոտրում էր։ Ես դեպրեսիաներ եմ տարել 3 անգամ, ինձ թվում էր, որ ես կմեռնեմ, ես չէի կարողանում շնչել, ես չէի կարողանում մտածել, բայց ամեն անգամ, ամեն օր, երբ որ ես ապրում եմ, ես հասկանում եմ, որ այսօր ինձ Տերը պահեց, ուրեմն վաղն էլ է պահելու։ Եվ այսպես շարունակ։ Մի անգամ էլ էլի փոքր ժամանակ Հայաստանում գարուն էր, սառույցը հալում էր, ու ես շենքի տակով քայլում էի, գնում էի, սենց մի փոքրիկ ցանցավոր գլխար կար գլխիս դրած, և սառույցի լուլան 4 հարկանի շենքի տանիքից պոկվեց և իր սուր մասով ուղիղ գլխիս խփվեց, բայց ինձ ոչինչ չեղավ։ Սրանք, նորից եմ ասում, պատահականություններ չեն, այլ Աստծո պաշտպանությունը, Աստծո օգնությունը մեզ։ Զննեք ձեր կյանքերը, քննեք ձեր կյանքերը և կտեսնեք, թե որքան տեղեր, անգամ երբ դուք Աստծուն չեք ճանաչել կամ դեռ չեք ճանաչում, Աստված իր ողորմությամբ, իր սիրով պահել է ձեր կյանքը, որովհետև նա սիրում է քեզ, որովհետև նա կանչել է քեզ, որովհետև նա ծրագիր ունի քո կյանքի համար։ Խնդրում եմ ձեզ, տեսեք Աստծո սերը ձեր կյանքի մեջ, ընդունեք ու հասկացեք, որ Աստված սիրում է քեզ, նա քո դեմ չի, նա չի ատում քեզ, բայց երբ որ մենք այս ամենից դասեր չենք սովորում, շարունակում ենք մեր սխալ ճանապարհով գնալ, մենք մեր չար ընտրությունն ենք կայացնում, հակառակվելով Աստծուն, մենք մեզ տանում ենք դատաստանի ճանապարհով,
Աստված չի ցանկանում քո կործանումը, նա քո փրկությունն է ցանկանում։ Դրա համար էլ իր որդուն խաչը բարձրացրեց, որ դու փրկվես։ Բայց եթե դու չընդունես, չես կարող փրկվել։ Ընտրությունը քոնն է, սիրելիս։ Մի հավատա ստին, մի հավատա պատահականություններին։ Կա Աստված, կա Աստծո կամք, Աստծո ծրագիր։ Ու եթե հակառակվես, Հիսուսը կդառնա այն գայթակղության քարը, որի վրա կսայթակես, ջարդ ու փշուր կլինես։ Բայց եթե Աստծո հետ համաձայնվես, Աստծուն ընդունես, Հիսուսը կդառնա այն վեմը, որի վրա կհաստատվես, ու ոչ մի փոթորիկ, ոչինչ քեզ Աստծո ձեռքից չի կարող խլել։ Այսքանը այսօր։ Չէ, եկեք շարունակենք նաև, թե ինչ իրական և շոշափելի ողորմություն ենք ստացել Աստծուց։ Երկրորդն էլ կարդանք, հետո նոր կավարտենք, կներեք։ Նախ մեր կարիքների ապահովման հարցում Աստծո ողորմությունը։ Աստված առատ բարերար է եղել մեր հանդեպ։ Ով նման առատ ու հարուստ սեղան կփռեր իր թշնամու համար։ Մենք թշնամիներ ենք եղել, բայց Աստված մեզ կերակրել է, մեզ պաշտպանել է, նա մեզ տվել է յուղի եղջյուրը, նա մեզ վրա կաթացրել է ողորմության մեղրախորիսը, նա մեզ տվել է արարչությունը, բնությունը, կենդանական աշխարհը, աշխատելու կարողություն, գումար վաստակելու կարողություն, ընտանիք, սեր, ընկեր, ամեն բան։ Նա մեզ տվել է Հիսուս Քրիստոսին։ Նա ինքն իրեն է մեզ տվել, իր խոսքն է մեզ տվել։ Աստված այնքան բարի է եղել մեր հանդեպ, կարծես մենք նրա լավագույն ծառաները լինեինք և ոչ թե ապստամբներ։ Եվ այս հոգատար, ապահովող ողորմությունը Աստծո մեզ ապաշխարության չի տանելու։ Երկրորդ, ազատագրման ողորմածության հարցում։ Երբ մենք եղել ենք գերեզմանի դռների մոտ, Աստված հրաշքով շրջադարձի է ենթարկել մեր կյանքը։ Ես բերեցի իմ անձնական օրինակը։ Ես աստիճաններից գլխիվայր ընկա։ Այնտեղ, որտեղ շատ-շատերը անդամալույծ կմնային կամ կմեռնեին, դա ոչ թե իմ մահվան պատճառը դարձավ, այլ իմ փրկության, այն սկիզբ դրեց իմ դարձին։ Նա Աստված մահվան ստվերը իմ կյանքում դարձրեց առավոտյան արևածագ և փրկության երկ դրեց իմ բերանում։ Եվ այսպես միլիոնավոր մարդկանց համար տարբեր դաժան իրավիճակներ դարձել են փրկության ճանապարհ։ Շատերի համար քովիդի ժամանակ եղավ փրկության ժամանակ։ Շատերի համար պատերազմներն են եղել փրկության ժամանակ։ Դատավորներ երկրորդ գլխում կարդում ենք, որ երբ հրեշտակը, որ մարգարե էր, ողորմության քարոզ էր քարոզում, մարդիկ բարձրացայն լաց էին լինում։ Եթե որևէ բան կարող է շարժել մեր սիրտը ու արցունքներ բերի մեր աչքերից, դա պետք է լինի Աստծո ողորմածությունը։ Մենք պետք է շատ համառ մեղավորներ լինենք, որպեսզի Աստծո ողորմածության այս մեծ ու հաստ ճոպանները մեզ ապաշխարության չտանեն։ Այսքանը այսօր։ Աստված օրհնի ձեզ, պահի ու պահպանի ձեզ։ Ամեն։